Ուրեմն փողոցներում տարբեր տեղեր մարդիկ են ինձ հանդիպում եւ ասում են պարոն Մարուկյան, այ որ հիմա տեսնում ենք որ ադրբեջանցիներն ուզում են վերադառնալ Ալիև այդ օրակարգը ակտիվ պահում, դե մարդիկ լսում են եւ Տշնամի երկրի խոսույթն են լսում եւ լսում են մեզ որ մենք դրա մասին ահազանգում ենք տարբեր քաղաքական գործիչներ եւ ասում են լսի որ ադրբեջանցի կան չէ հանկարծ մենք գնալու ենք ստերից հիմա ուզում եմ այս հարցը մենք զրուցենք սիրելի քաղաքացիներ նախ խնդրում եմ միանալ ալիքին եւ ձեր կարծիքը գրել անմիջապես սրա վերաբերյալ ու զրուցենք մի հատ իրար հետ ես երկար ձեզ չեմ պայի շատ կարճ եմ ուզում խոսեմ ժողովուրդ մենք ինչքան կարանք մեր հայրենիքից թողանք գնանք մենք այս հարցը ուզում եմ քննարկենք ինչ որ process է գնում պատերազմ է տեղի ունեցել պատերազմում պարտվել ենք ինչ կա զիջել ենք միակողմանի հանձնել չգիտեմ ինչ ենք արել բան ու կանգ առել ինչ որ этаպում հիմա քննարկվում է ինչ որ բաներ որ մենք կարանք ասենք ոչ կա միջազգային քաղաքականությունում գոյություն ունի ոչ չէ нет no կարանք ասենք բայց դե մեր իշխանությունները գիտեք ինչինտեղից ասում են քննարկենք նայենք մի հատ կարող է նայենք քննարկենք անենք բան դե չեն ասեմ ոչ ասում դա վտանգավոր է ինչն է վտանգավոր արա ասեք ոչ մի ադրբեջանցի չպետք է վերաբնակեցվի Հայաստանում որովհետև մենք էլ ընդեղ ունենք ժողովուրդ որը չենք վերաբնակեցնելու եւ հետ տանելու որևէ օրակարգ չունենք հետեւաբար մենք չենք պահանջում դե չպետք է պահանջես վերջ թեման փակի բայց հիմա այստեղ այս թեման ինչ եմ ուզում խոսեմ ժողովուրդ ջան այսինքն ինչի ենք մենք այս ձևի մենք էս ինչ ժողովուրդ ենք մենք ինչ ձևի ազգ ենք ինչի ենք մենք անընդհատ այդ սիգնալը տալի սիգնալը չէ դա մարդը ասում է պարոն Մարուկյան դե որ ադրբեջանցիք եք անստեղ ես կթողամ կգնամ արա ուր կգնաս ուր ես ուզում գնաս Լոս Անջելոս Մոսկվա Սիդնեյ ուր ես ուզում գնաս խի ես ուզում գնաս որ ինչ գնաս այսինքն քու հայրենիքը քու երկիրը քու հողը այս վերջի մեր վերջին պետությունն է սա էլի միակ Հայաստանի հայկական ազգային պետությունը եվրոպական տարածքում որ ստեղծում են nation states այսինքն ազգային պետություններ Հայաստանը ազգային պետություն է հիմա Նիկոլ Փաշինյանն ինչ անում քանդում է ազգային պետությունը իր ազգային եկեղեցով իր էթնոսին ներկայացնող լոգոտիպով իր էթնոսին ներկայացնող մշակույթով դա քանդում են դա է ոչնչացնում եւ Ալիևն էլ ասում է դե դրա հետ նաեւ խառնենք ադրբեջանցիներ գան ստե բնակվեն ժողովրդագրությունը փոխեն շատանան բազմանան դուք դառնաք փոքրամասնություն հետո դե բնականաբար դուք քանի որ արդեն փողոցներում ասում եք որ թեորետիկան մենք գնալու ենք դուք կգնաք մենք շատանանք այս երկիրը կվերցնենք այդ մարդն ասում ախպեր ջան մենք ինչ կրվելու բան ենք կրվել ենք հիմի ասում է մենք խաղաղ ենք գալու բայց ես այս զրույցը տեսեք բոլոր մնացած զրույցներն մենք իշխանության հետ ասում ենք այս բանը սենց արեք են նենց արեք ինչու չեք սենց անում բան ես զրույց ուզում եմ ունենալ ժողովրդի հետ ժողովուրդ ջան մենք ինչի ենք անընդհատ մի տեղից մի տեղ գնում մենք ինչի ենք անընդհատ մեր հայրենիքը մեր հողը տենց հեշտ պատրաստ լինում լքելու հիմա էլ ասենք խոսքը պատերազմի բանի մասին չի էգզիստենցիալ անգամ խոսքը պատերազմի բանի մասին լինի չպետք է գնանք հասկանում եք որ էգզիստենցիալ հարց է սա պիտի կանգնենք մեր լինելիության հարցն անավ թարգման եմ անգլերեն բառ եմ օգտագործում մեր լինելիության հարցը կանգնենք ասենք ոչ չեք գալու այն իշխանությունը որ ուզում է քննարկի բանից քննարկենք նայենք խոսենք բան այդ հարցը ասես որ կուլտուրական բառեր են չէ սել օգտագործել դա վտանգավոր է մասի չես բաներ կարմիր գիծ չունեն ուղեղների մեջ թղթերի վրա ոչ միտեղ չունեն կարմիր գիծ այդ ոչը ասենք կանգնացնեն ու ժողովուրդ ջան մենք ոչ թե հիմա ես ինչ եմ ձեր հետ խոսում սրա մասին մենք պետքա համընդհանուր համաժողովրդական կամք ձևավորենք համաժողովրդական կամք եկեք այս ձևով ձևակերպենք այդ քաղաքական գործիչների համար կա քաղաքական կամք իշխանության համար քաղաքական կամք կա չէ ժողովրդական համաժողովրդական կամք ձևակերպենք որ մենք չենք գնալու ստեղից սա մեկ շնորհակալ արդեն միլիոնով գնացել ենք պիտի հետ գան եւ մյուսը մենք թույլ չենք տալու որ մեր ժողովրդագրությունը մեր վիճակագրությունը մեր հայկականության, մեր մոնոէթնիկությունը փոխեն։ Ալիևն ինչ ասում, ժողովուրդ ասում է Թուրքիան մոնոէթնիկ չի, տարբեր ազգեր են ապրում։ Ադրբեջանը մոնոէթնիկ չի, տարբեր ազգեր են ապրում։ Վրաստանը մոնոէթնիկ չի, տարբեր ազգեր են, դե ասում է Ադրբեջանն էլ մոնոէթնիկ չի, լիքը ազգեր են ապրում, բան, մենք խաղաղ լավ ժողովուրդ ենք, բոլորին հանդուրժում ենք, մասնես բաները իրանք չեն, էլի ասենք, Բաքվի Սումգայիթի ջարդերը, արե Ղարաբաղի էթնիկ զտումը, բան այդ իրանք չեն, դες։ Մենք ասում եմ, բանը, բայց ասում ես Հայաստանը մոնոէթնիկ է։ Դա խախտում է, մենք պետքա այդ մոնոէթնիկությունը վերացնենք, պետքա փոխենք։ Դա անարդար է ասում է։
Այդ անարդարությունը պետք է մենք վերականգնենք։ Ալիևն ասում է դա անարդար է, մենք այդ անարդարությունը պետք է վերականգնենք։ Եվ դրան ի պատասխան մեր ժողովուրդը ինչ սիգնալ է տալի, ասում է օրգան մենք կգնանք։ Այախպեր ջան, ուր կգնաք, այդ չիմար կգնաք։ Այս խոսակցությունն ամաս ելի հայրենակիցներ։ Խնդրում նաև արտահայտվեք։ Թող նրանք գրեն, որ ուզում են գնան այդ պարագայում, ու թող նրանք գրեն, որ ոչ մի պարագայում չեն գնալու։ Դրանք ով է շատ։ Ով է շատ, ով է ասում, որ մենք չենք գնալու։ Կոնկրետ պնդում է, որ չենք գնալու եւ համաժողովրդական կամք ենք ձեռելու, որ թույլ չտանք այս իշխանությանը ինքը լինի ապագայում, որ մի հատ է քննարկի, որ ինքը բերելու է։ Ու նախընտրական շրջանում բոլոր քաղաքական ուժերը պետք է սրա վերաբերյալ կարծիք ասեն։ Ես իմ կարծիքը ասում եմ, ես իմ իշխանից ու ասելու եմ։ Ձևակերպենք այս հարցը, այս կարծիքը ձևակերպենք, ասենք ոչ Ժորժ ջան, սա անբանակցելի է, չի լինելու։ Չի լինելու։ Որովհետև արդեն սա խելագարության է հասնում։ Մարդը իմ կոմենտներում, Facebook-ում գրել, այսօր եմ կարդացել։ Նաև այդ փողոցի խոսակցությունները բան որ անդադ ինձ հարցնում են, դա համար որոշեցի խոսեմ։ Գրել ասում եմ, պարոն Մարուկյան, ոնց եղավ որ խորհրդային միության ժամանակ անգամ այսինչ գյուղում 200 աշակերտ չենք ունեցել։ Հիմա էլ ասում ունենք 20, 30, 50 աշակերտ, բայց 500-600 տեղանոց դպրոց է կառուցվում։ Ինչի համար ասում այս մարդը։ Այդ մարդը գրում է այդ գյուղից։ Ասում է կարող է պայմանավորվել են որ ադրբեջանցիներ բերեն։ Հիմա երբ որ ես ասեմ պետք է ասեն, լավ Մարուկյան, դու լուրջ քաղաքական գործիչ ես, այդքան փորձ ունես։ Արա ես ինչ ես շահարկում դու, չես ամաչում, արա ես ինչ ես շահարկում։ Դες բաներ են ասելու հիմա էլի։ Բայց քաղաքացին ահազանգը մեծ գրում ասում է, պարոն Մարուկյան մտածել եք սրա, շուտ sense բան կար, հա, մի հատ մտածեք։ Եվ ես սկսում եմ, ես ասում եմ, ալավ էսի խելագարության կանխավարկածից, հա։ Հետո ես մտածում եմ, ասեմ, արա ինչեր է եղել մեր հետ։ Որ մենք այդ պահին ասել ենք, ադե լավ աղբորպես դե թարգեք, ոնց կարա Ղարաբաղը դատարկվի։ Վերջացրեք կարա։ Հա ոնց կարա Սևանը ուզենան գան, Սևանը վերցնեն կամ Սևան գան, կամ Սևան ուրիշ ձևի անվանեն, բան, չէ՞։ Քանի դիրքեր, քանի կիլոմետր են մխրճվել դեպի Սևանի ափ, գիտեք։ Դրանից հետո ոնց են Սևանը անվանափոխում, գիտեք։ Բա ամեն խելագար միտք տեղի ունեցել, բա մարդը որ գրում է Հոդիշ չի գրում, այսինքն տեսել է, գլխով անցել է, չէ՞ գիտի, ինչ է ասում։ Մա հարցա տալ, ասում ախպեր ջան, հաշվար կա, այդքան մարդը դե ապրելու, այդքան մարդը չի ապրեմ, նախ, հենց մի չի ապրեմ։ Ապագայի հաշվար կա ապրելու, որտեղից է ապրելու, որտեղից։ Երևանից մարդիկ տեղափոխվելու են այդ գյուղ, երեխեքին տանեն դե դասի, որտեղից է գնալու ապրի։ Լոսից են տեղափոխվում հայերը, Սիդնեյից են գալի, Աստվածտական։ Մարդը հարցնում ասում է, ինչ հաշվարկով է, որ ինչ է էսի արվում։ Իսկ ասում է կարող է ու սկսում է այդ ուղղությամբ միտքը զարգացնել, ասում եմ մի րոպե, ստոպ, հոպ։ Հիմա այս մտահոգություններն են Ժորժ ջան, մի հատ եկեք խոսանք։ Հիմա նայեք ես մի հատ հիմա ասենք, հա, օքեյ, կարամ գնամ Կապան հիմա հանդիպման, չէ՞։ Գորիս, Մեղրի գնամ, պլանավորում եմ։ Վանաձոր, Գյումրի, տարբեր տեղեր։ Բարձա չէ 7-8 ժամ ծախսելու ենք հասնենք այդտեղ 50-100 մարդ տենանք կամ չտենանք։ Շատ կարևոր է այդ ֆիզիկական հանդիպումները, եթե նման առաջարկ կա, գրեք անպայման, կազմակերպեք, կգանք։ Ցանկացած մարզ։ Սա շատ կարևոր է այս իմաստով խոսել։ Բայց Ժորժ ջան, այս մեթոդը, որ հիմա մենք YouTube-ի միջոցով խոսում ենք տարբեր սոցցանցերով նաև սա տեղադրվում է, սա շատ կարևոր խոսակցություն է, որ մենք արդեն նոր տեխնոլոգիաներով կարող ենք արագ իրար հետ կիսվել մեր մտահոգություններով խոսել, բանակցել, պարզաբանել եւ ձևավորել համաժողովրդական կամք թույլ չտալու արհավիրք։ Այն ինչ որ գալիս է, ասես դանդաղը չի, լավ էլ արագ է գալիս։ Հենց Ալիևը բան, դες նորմալ արագ կազմակերպված են իրանք։ Սրա մասին եմ ուզում այսօր խոսեմ ձեր հետ։ Խնդրում եմ գրեք ձեր կարծիքը եւ առաջարկս հետեւյալն է, ես միշտ առաջարկ ունեմ, միայն քննադատություն ու մտահոգություն չի, եկեք ձևավորենք համաժողովրդական կամք, որ թույլ չենք տալու Հայաստանում լինի իշխանություն, որը քննարկում է, խոսում է, կարմիր գիծ չունի, որ կարան ադրբեջանցիները վերաբնակեցվեն Հայաստանում, իսկ այս իշխանությունը այդ ձևի է, այս իշխանությունը պետք է փոխենք ու ընտրությունների ժամանակ պետք է ֆիքսենք, որ ով որ այդ խոստումը չի տալիս, նրան ձայն չենք տալիս։ Էսա։ Ես ասում եմ, որ մենք թույլ չենք տալու դա։ Մենք բանակցային գործընթացով կարող ենք դա թույլ չտալ։ Բոլոր քարտերը մեր ձեռքին է, կոզերները կոպիտ ասած։ Մեր ձեռքին մենք կարող ենք դա թույլ չտանք։ Եվ այդ թեման փակենք։ Եվ ոչ թե մենք մտածենք ստե գնալու մասին, այլ մտածենք ժողովուրդ բերելու մասին։ Սրա մասին եմ ուզում խոսեմ, շնորհակալ եմ, որ լսեցիք, խնդրում եմ տարածեք, բազմապատկեք, ինչքան շատ մարդ մեզ նայի, այնքան լավ։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։